Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ապականվում է ամեն ինչ, դա շատ ցավալի է, բայց ուժ պետք է մարդիկ գտնեն իրանց մեջ, որ կարողանան հեռացնել իշխանությունից։ Բոլոր հարցերով, որ բաց տեքստով Ադրբեջանը, Թուրքիան ասում է, այստեղ կատարում են, իրենք չեն հագցնում, նա չի կարող հոգևորականներին խեղճացնի, այդ Միքայել Արքեպիսկոպոսին իր խորագետ, իր ինտելեկտուալ այդ հնարավորություններով ինքը փորձում է նսեմացնել եւ դա իր գիծն է։ Առաջի անգամ, քանի որ Դոմփելն էր, ես մտածում եի, որ այդ կին նախարարները այս հրաժարական կտան։ Ես չեմ պատկի ամոթից, հա։ Ես չեմ ուզում դատել Մկրտիչ Արզումանյանին, ամեն մարդ ինքն է տեր կանգնում իր հեղինակությանը։ Ես կարծում եմ, որ դրանով փչացրեց Մկոյին։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ, բարի երեկո, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Ալեքսանյան, մինչև ներքաղաքական հարցերին անդրադառնալը կուզենայի հասկանալ ինչպես էր պատահում, օրինակ երրորդ նախագահի ժամանակ իրավապաշտպանները շատ ակտիվ էին եւ ստացվում էր այնպես, որ եթե երկրում ինչ-որ բան էր տեղի ունենում, արձագանքը մեծ էր, ինչ-որ ակցիաներ էին կազմակերպվում։ Այսօր այս աղետալի իրականության մեջ, երբ որ մենք տեսնում ենք, թե ինչպես է բանակը կազմաքանդվում, եւ դուք բանակով տարիներ շարունակ զբաղվել եք, Տիկին Ալեքսանյան, խութերը, որը կար, դուք լուսաբանում եք, եւ բոլոր ոլորտները, հա, կարծես աղետալի վիճակում են եւ ձայն հանող, որպես այդպիսին բողոք ներկայացնող չկա։ Իշխանությունները ամեն ինչ արեցին, որ պառակտվի քաղաքասարակությունը, ինձ թվում է նույնիսկ ընտրության առջև կանգնեցրեցին եւ այդ քաղաքասարակությունը, որը իսկ ասեի, որ կայացած էր, այո, նախկինների ժամանակ էլ, երկրորդ էլ, երրորդ նախագահի ժամանակ էլ բավականին միասնական եւ իրոք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվում էին, բայց այսօր իրոք մարդ չի մնացել, ընտրություն են կատարել, այսպես ասած, ինձ թվում է կամավոր ընտրություն են կատարել, հայտնվել են իշխանությունների կողքին, մի մասն էլ գերադասում է լռել եւ ունենք այն ինչ ունենք ու որքան հասկանում եմ, որ իրավապաշտպանությունը ընդհանրապես թաղում են եւ նույնիսկ եթե օրինակ վերջերս իմ դեմ նույնիսկ մի ստատուս էր գրել Հովսեփ Խորշուդյանը, որ ես դուրս եմ գալիս մարդու իրավունքների շրջանակից, այսինքն իրենց նույնիսկ մի հոգի, որը կարող է խոսել, հա, ինքը տենց գրաքննիչի դեր է ստանձնել, այդպես ինչ-որ մի հատ։ Այսինքն եթե Նիկոլի թելը չեք թելում, ուրեմն դուք այլևս ես ամբողջ կյանքում մարդու համար եմ աշխատել։ Ինձ ոչ Նիկոլն է հետաքրքրում, ոչ Սերժը, ոչ էլ Ռոբ, այսինքն իրան ժամանակ էլ են մարդու իրավունքները խախտվում, իսկ հիմա խախտվում են, այսպես ասած, ընդհանրապես մարդուն չեն տեսնում, շատ վատ վիճակ է, ես շատ վատ եմ գնահատում մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ինչ ուզում անում են, այսինքն վիճակա ու այս վիճակում մարդկանց պաշտպանելու, սատարելու այդ բանը չկա, այսինքն անարդարությունը այնքան մեծ է, որ անպայման պետք է ընդվզում լինի, գոնե մի բան ասեն, բայց այնպիսի վիճակ է, որ մտածում են երևի զրկվում են ֆինանսավորումից, ինչից, ամեն մեկը մի բանի համար չգիտեմ։ Եվ հետո իրանք լավ գիտեն իրավապաշտպանության ուժը, լրագրողների ուժը, դրա համար բոլորին այսպես փորձում են լռեցնել, շատերին էլ վախի մթնոլորտ ստեղծելով, հա։ Գիտեք, մենք նախկիններից էլ ենք շատ սարսափելի դժգոհ, բայց այսպիսի վիճակ երբեք չի եղել, ոչ մի ժամանակ Հայաստանում չի եղել, որ նույնիսկ դու իրավունք չունես, ուրեմն մարդուն պաշտպանելու, այսինքն դա թիրախավորվի, էլի։ Իսկ գիտեք ինչ, բացի այս քաղաքական իրադարձություններից, քաղաքական հետապնդումներից, նաև առօրյայում մարդիկ կան, որոնք բազմաթիվ խնդիրներ ունեն, բանակում, ուրեմն փակ համակարգերում, բանտերում,
ու հասկանում եք, չգիտես որ մեկով դու զբաղվես, ասենք, այնքան շատ են խնդիրները, հիմա այս քաղաքական, դու չես կարող հասցնես, պարզ է, ինչ որ այս քաղաքական հետապնդումներն էլ որ սկսվել են, արդեն ինքդ չես կարողանում անտարբեր մնալ ուղղակի այս վիճակին։ Տիկին Ալեքսանդրյան, մենք ունենք մի պատկեր, որտեղ Նիկոլը եւ Ալիևը կարծես սինխրոն աշխատում են, հա, այնտեղ ինքը Բաքվի բանտերում ա մեր հայրենակիցներին պահում։ Նիկոլը այստեղ տեսնում ենք, հա, բարձրաստիճան հոգեվորականներին երեկել Աջապահյանի, Սրբազանի դատներ եւ չգիտես, երբ որ նույնիսկ դատավարությունն ես, հա, փորձում ներկա լինել եւ հասկանալ ինչից այդ մարդիկ կարճել են, հա, Նիկոլի դատավորները հիմնականում եւ հիշում եք, որ ասում էր կա դատավոր, որ ես ինչ որ բան կասեմ եւ չի անի, այդ վնգստացող դատավորները եւ այլն, այդ բնորոշումները չտանք, բայց ամեն դեպքում այս մարդը հնարավորինս փորձում է խեղճացնել, հա, հոգեվորականներին խեղճացնել, լրագրողներին խեղճացնել, այն մարդիկ, ովքեր որ նախկինում ակտիվ էին եւ իրենց ուժը տեսնում էր եւ գիտեր, չափում էր, փորձում է լրացնել։ Այս վախից, հա, ինքը գիտի, որ ինքը հնարավոր է, որ մի օր այդ աթոռը չլինի եւ ինքը չի մտածում աթոռի մասին եւ երբ որ իշխանությանն երբեք չեն մտածում։ Ընդհակառակ անդադ մտածում են ոչ թե մի օր կկորցնի, այլ մտածում են ինչպես ամրապնդել այդ աթոռը։ Եվ այս պայմաններում, այո, Միքայել Սրբազանի այս գործով դա իհարկե եկեղեցու դեմ այն արշավն է, որ ինքը սկսել էր կաթողիկոսից, այսինքն բարոյականություն չունեցող մարդը բարոյական հարցեր է բարձրացնում։ Այն բառերը, հայոյանքները, որ մենք շարունակաբար տևական ժամանակ լսում էինք, թե ինչպես է նա անամոթաբար, էլի, ինչ ասեմ, հայոյանքներ ուղղում եկեղեցու հասցեին, եւ գիտեք, եւ հիմա էլ ասենք դատումը եկեղեցականներին, բարձրաստիճան հոգեվորականներին, այդ նույն տրամաբանության մեջ, այսինքն եկեղեցու դեմ պայքարի։ Եվ հասկանալի է, որ ինքը ով է, որ եկեղեցու դեմ պայքարի, մեր 1700-ամյա եկեղեցու կամ չգիտեմ, եկեղեցի հավատ եւ այլն, որը շատ նստած է ժողովրդի մարդկանց մեջ եւ այլն։ Երևի սատարողներ մենք էլ լսել ենք նաեւ ադրբեջանական այդ ուղղորդված մեր եկեղեցու դեմ եւ գիտեք բոլոր հարցերով, որ բաց տեքստով Ադրբեջանը Թուրքիան ասում է, այստեղ կատարում են, իրենք չեն հակցնում, որ հա անթակույց է արդեն բաց այդ շատ ցավալի է, ես այդ Միքայել Սրբազանին հատկապես շատ մեծ ակնածանքով եմ վերաբերում եւ միշտ ընդհանրապես մեր բարձրաստիճան հոգեվորականներին եւ ինքը չի որ պիտի լուծի, մեկը լինի իր հարցերը լուծի, բարոյական հարցեր են էլ ինչ որ բարձրացնել, որը եկեղեցին իր ներսում կարող է լուծել եւ այդպիսի օրինակներ էլ կան մեր եկեղեցու պատմության մեջ եւ ես Տիրան arczepiskopos-ի հենց իր խոսքը լսեցի, որ Վազգեն Վեհափարը որ իմացել է, որ ինքը զավակներ ունի, հետաձգել է իր եպիսկոպոսության այդ սանը, որ ինքը ստանա, հա, այդ ձեռնադրումը 5 տարով, բայց իդեալական վերաբերմունք է, այսինքն նրան անդադ փորձության, անդադ ուղարկել է ինչ-որ շատ կարևոր տեղեր, բան, մինչև որ այդ մարդը իրոք տեսել է, բայց չի դարձրել դա, չգիտեմ ինչ, դա եկեղեցու ներքին հարցեր են եւ իրենք լուծում են։ Եվ անմեղ մարդկանց լցնել բանտերը ու վայելել, իրենք վայելում են։ Իրենք այդ չհաստատված, անդասերակ, անկիրթ, ասենք հարիր չի, որ հայ ժողովուրդը այդպես ղեկավարություն ունենա։ Երբեք էլ այսպես չեն փայլել մեր բացառությամբ Լևոն Պետրոսյանի, բայց սրանք ընդհանրապես, ասենք, չեն ոնց կարող համեմատելու։ Հա, համեմատելու եզրեր չկան ոչ մեկի հետ։
Տիկին Ալեքսանյան, մենք նաև նախորդ օրը տեսանք, որ այս մարդը նաև գիտեինք, որ դատավոր է, իրավաբան է, իրավապաշտպան է, բժիշկ է, հա, կառավարությունն էլ ինքն է։ Այդ ամեն ինչը տեսել ենք եւ արդեն լսել ենք, հասկացել ենք, որ ինքն է։ Նախորդ օրը գնացել էր ներկայացում էր նայել եւ ցանկապատ հայտնի ստեղծագործության հիման վրա ներկայացումը եւ ներկայացումից հետո փորձեց դերասանների նկատողություն անել։ Հիմա համացանցը անընդհատ խոսում է, թե դերասանները ինչու կանգնեցին, ինչու չփորձեցին գոնե հակաճառեն նրան, բայց մենք այստեղ հասկացանք, որ այն ինչ որ հիմա մենք ունենք, սա է մեր իսկական իրական Հայաստանը, հա։ Ինքը մոռացության է տալիս Արցախը, Արևմտյան Հայաստանը։ Ինքը չի կարող մոռացության տալ Արցախը, ինքը ով է, որ Արցախն է մոռացության տա։ Եվ ես սոցհարցումների հետևում եմ, որ շատ բարձր տոկոս է, առաջին տեղում է հենց Արցախի մասին մտահոգությունը մարդկանց մեջ։ Այսինքն այդպիսի հարցումներ կան, ես հետևում եմ ու տեսել եմ։ Եվ այդ դրանով չի էլի, որ պետքա դրոշը պոկի գցի կամ չգիտեմ ինչ անի, որ Արցախը բորանան կամ արկելի այդ այսօր կա վաղը չկա, ես ուղղակի շատ բանով եմ նայում դրան, առաջ ես էլ ինչ-որ շատ ռեակցիաներ ունեի, բայց հիմա ուղղակի իհարկե տեսնում եմ, որ ապականվում է ամեն ինչ, դա շատ ցավալի է, բայց ուժ պետք է մարդիկ գտնեն իրանց մեջ, որ կարողանան հեռացնել իշխանությունից այս մոտակա ընտրություններում, եւ դա ամենակարևոր հարցը պիտի լինի, նրան հեռացնել, որը լրիվ Հայաստանի հետ կապ չունեցող, ինքը ոչ միայն խեղճացնում, նա չի կարող հոգևորականներին խեղճացնի, այդ Միքայել arczepiskopos-ին իր խորագետ, իր ինտելեկտուալ այդ հնարավորություններով ինքը փորձում է նսեմացնել եւ դա իր գիծն է նսեմացնելը, ինքը հենց այդպես իր միջավայրում էլ է ինքը նսեմացնում եւ այդ նսեմացնելով ինքը փորձում է ինքնահաստատվել, որով երբեք չես ինքնահաստատվի, էլի։ Իսկ Մկրտիչ Արզումանյանի հետ կապված ես չեմ ուզում դատել Մկրտիչ Արզումանյանին, ամեն մարդ ինքն է տեր կանգնում իր հեղինակությանը։ Մենք հիշում ենք Մկրտիչ Արզումանյանը 18 թվականին հեղափոխությանը այսպես հա ողջունելով իր վաստակավորի կոչումը հետ տվեց։ Այո, դա չգիտեմ։ Հա, ես չեմ հիշում դա։ Այո, կոչումը հետ տվեց եւ նախկիններին հետ տվեց, հա։ Եվ ստացվեց այնպես, որ ողջունեց հեղափոխությունը։ Եվ դրանից հետո կարծես երբևէ ձայն չի հանել, հա։ Մենք Արցախ ենք նույնիսկ Միքայել որպես գյումրեցի այո, Սրբազանին ձերբակալելու հետ կապված դատարաններում մենք տեսնում ենք ինչ է կատարվում, զոհերի հետ կապված, որ մեկ ասես, հա, եւ այս մարդը այդ օրը կանգնում է այսպես ասած բեմի վրա եւ շատ խոհեմաբար լսում է թե ինչ նկատողություն է անում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն մեկը, որը, չգիտեմ, հանդիսատես է եւ որևէ հանդիսատես վերջում եկել էր թելադրում էր իր թատերագիտական ինչ որ նկատողությամբ հանդես չի գալիս։ այլ իրական Հայաստան, այդ իր օրինակ։ Այո, եւ այդ ցանկապատն էր իրեն ավելի շատ նյարդայնացրել, որ ցանկապատը դնում են եւ ոչ թե քանդում են։ Հա, եւ եկել էր քարոզչություն էր անում, թե ումա պետք քո քարոզչությունը, դե գիտեք ինչ չհակադարձեց, կարելի էր արժանապատվորեն հակադարձել։ Գոնե կերպարը եւ արտիստ որպես այդպեսին պաշտպաներ ինքն իրեն։ Այո, ինքը նույնիսկ ինքները չէ, ընդհանրապես իրենց մտահղացում էր, իրենց ներկայացման այդ գաղափարը։ Այո, պետք է պահել եւ պետք էր արժանապատվորեն եւ հետո էլ գնաց գովեստի խոսքեր գրեց, չէ, Մկոյի մասին։ Այո, 3 հա, որ գնահատական տվեց հզոր դերասան եւ այլն, այդ այսինքն ինքը ես կարծում եմ, որ դրանով փչացրեց Մկոյին։ Եվ թող Մկոն ինքը մտածի իր հեղինակության մասին, ես ուրիշ բան չունեմ ավելացնելու։ Եթե ինքը այդպիսի դիրքորոշում ունի, որ ճանաչված հանրային մարդ է եւ չի արձագանքում հատկապես Գյումրիում են երևույթներին, մենք տեսնում ենք, թե ես հետևում եմ դատավարությանը եւ տեսնում եմ, թե ինչ դատավորը ինչ այսպես օլիմպիական հանգստությամբ մերժում է բոլոր միջնորդությունները, ապօրինաբար նույնիսկ եւ ունի այդ, չգիտեմ,
երևի այդ վնգստացող դատավորներից չի կամ Եվ այդ արձագանքները դատա Գյումրիում պետք է անեին, այդպես է օրենքը խստագույնս, ուրեմն ասում է, որ պետք է այն տեղ ունենա դատա, որտեղ դեպքը, ասենք, մարդը Գյումրիից է հենց այդտեղ էին գնացել, չէ, խոզարկություն անում եւ այլն, բայց իրանք բերել են Երևանում են, վախենում են երևի որ Գյումրիում աղմուկ կլինի, ավելի նախապես մտածել են, որ այստեղ անեն։ Եվ ինքը սիրված է շատ Գյումրիում Միքայել Սրբազանը։ Եվ ամեն օր ինձ թվում։ Հա, ինձ էլ է թվում, որ այո, ես միշտ շատ վաղուց իր պատարակներն եմ Գյումրիում գնացել լսել եւ շատ մեծ Եվ այն քիչ հոգեվորականներից է, որ միշտ արձագանքել։ Արձագանքել, որտեղ այո, չի կարող չարձագանքել։ Այո։ Մյուս դատավարությունը եւս պարզվեց, որ փուչիկ էր, չնայած ես մեծ հույսեր չունեի, այո, այդ ահաբեկչությունը ընդհանրապես դուք տեսաք թե Նիկոլիի գլխավորությամբ ինչ քարոզչություն էր գնում, մեզ ոնց էին համոզում, այսինքն որպես եղելություն էին ներկայացնում այդ ահաբեկչության նախապատրաստումը, որ մարդեր գյուլում, չգիտեմ, այդ ձայնագրությունը, որը աղճատել եւ ապականել եւ իրենց ուզած, ինչպես պարզվեց նախաքննությունից հետո, երբ որ ամբողջական ձայնագրությունը ի հայտ եկավ, ու հիմա, երբ որ գլխավոր դատախազը գնացել կանգնել էր ազգային ժողովում եւ ստում էր եւ պնդում էր իր մեղադրանքը, ես գրառում եմ արել, որ չի դե հիմա էլ գնա ասա ինչի իր դա պնդում։ Հիմնավորի, ինչի է այդ մարդկանց պահում կալանքի տակ։ Երբ որ բազմաթիվ էպիզոդներով արդեն լսեցինք, մենք հետ նայեցինք, համոզվեցինք, որ այդ ամեն ինչը ուղղակի սարքած պատմություն է։ Շատ սարսափելի վիճակ է, մենք տեսել ենք այդ ձևի սարքած դատավարություններ, ու ասենք թե մարտի 1-ը, որ համատարած, ասենք, հետապնդումներ էր, կալանքներ էր, ես ճիշտ ասած, ես ինքս մասնակցել եմ այդ զեկույց էինք պատրաստում Human Rights Watch-ի հետ եւ այնքան բան եմ լսել ու տեսել նաեւ որտեվ ճիշտ է այդ կրակոցների պահին չեմ եղել, բայց առավոտ շուտ ես գնացել անմոռանալի է եւ հետո այդ 100-ից ավել բանտարկությունները, ծեծ ու ջարդը, այդ խոշտանգումները ու դատական ես մտածում եմ դատական համակարգը մեռավ ու հիմա ուզում եմ ասել նույնը ու երբեք չի կարողանում շտկվել դատական համակարգը եւ մենք տեսնում ենք որ դատավորներ կան որոնք արդարադատություն են իրականացնում իրոք ինչպես ասենք Սարգսակը որին խափանման միջոցը փոխեց դատավորը Ռշտումին վերաքննիչ դատարանում որը նախկինների ժամանակ էլ ինքը համարվում էր օբյեկտիվ դատավոր ես գիտեմ ու տեսանք թե ԿՊ-ից ինչ հարցակումներ եղա, բավոր քեզ ուզենային սպանեին, այսինքն իրենք որպես եղելություն են այդ ահաբեկչությունը ներկայացնում, այդ սուտը համատարած սուտ, գիտեք ինչ, եւ այդ հայյանքները, որ ասենք Թաքուի Հակոբյանի կամ դրանից առաջ Նիկոլ Փաշինյան եւ իրենց շուրջը գտնվող կին նախարարները, օրինակ արդարադատության նախարարը, որը կին է, այդ դոմփելի բառը ինքը ասում է որ դա չի խախտում իրավականությունը։ Պատկերացնում եք։ Բայց մենակ դոմփելը չէր, հայրսեռական օրգաններ, հա, ցույց դնում։ Բայց մենք ես կարծում եմ թե առաջի անգամ քանի որ դոմփելն էր, ես մտածում եմ որ այդ կին նախարարները այս հրաժարական կտան։ Ես չեմ պատկի ամոթից, հա, հասկանում եք, բայց այդ անամոթությունը, այդ բարոյազուրկ մտնոլորտը, որ ամեն ինչ կարելի է ասել, ու այդ լկտիությունը, որ 5 օր չեմ հայոյելու, հասկանում եք, սա չլսված բաներ են, որ անպատկերացնելի էր ինձ համար, որ կարող է այսպեսի, դրա համար չի կարող սենց միջավայր որևէ երկրում լինել, հասկանում եք, որ վարչապետը հավյանքներով տա և ինչ ուզենա խոսի, Եվ չգիտեմ, ուղղակի աղետ է սա, որ պետք է մենք ամեն ինչ պիտի արվի, որ հեռանան իշխանությունից, ընդ որում բոլորը ապականում են մեր խորհրդանիշերը, ամեն ինչ, որ մեր մեջ է, մեզ հետ է, մեր արյան մեջ է, ուղղակի
նաև ատում են մեր ժողովրդին, բոլորը անխտիր։ Հա, ստացվում է Այդ որ հայրենելը ասեցիք արդեն խեղճացնում դատապարտել է։ են, իրենք ուղղակի մարդ չեն համարում ստեղ որևէ մեկին։ Այո։ Իրենք ուրիշ տեղից են, ստեղից չեն։ Ես տենց որ նայում եմ, տեսնում եմ, որ իրենք մեր հետ չեն, այդ թշնամաբար են վերաբերվում ժողովրդին, ինչի թշնամաբար վերաբերվում։ Հետո այդ սուտը շատ sense դոմինանտ տեղ ունեցավ։ Հիմա բոլորը ստում են, դա ոնց որ պարտադիր է։ Ստում են, կեղծում են։ Եվ տիկին Ալեքսանյան, այն որ հայ լինելը դատապարտելի է իրենց կողմից, հա, այդ արդեն հասկացել ենք, բայց հիմա այս մարդը ասում է, որ ես հիմա այլևս խաղաղություն եմ բերել, անվտանգ եք ապրելու, ձեր երեխաները չեն գնալու, չեն կռվելու, չեն զոհվելու, այսինքն ականջահաճո բաներ է ասում, որը եկող ընտրությունների ժամանակ աշխատելու է, Նայեք, ինքը ասում է, որ բանակը չի կարող մեր անվտանգության երաշխիքը լինել։ Ուրեմն մենք ոչ մի երաշխիք չունենք, եթե մենք մտածենք, որ բանակը։ Եվ ասում է, որ լուծարում է բանակը։ Եվ չգիտեք, ինքը դա որ ասում է, ոնց որ ասում է, պարտությունը մեր հաղթանակն է, չէ։ Ասենք ինքը տենց մտքեր է մոգոնում։ Դա մարդիկ ոնց կարող է մտածեն, որ բանակը մեր անվտանգության երաշխիքը չի։ Դա չի կարող տենց բան լինել, այսինքն որևէ մեկը դա այդ իր խաղաղությանը ոնց պետք է հավատան, եթե ինքը զուգահեռ դա է ասում։ Եվ չեմ կարծում, որ իր խաղաղությանը պետք է հավատան, եւ Ադրբեջանը ինչքան սա խաղաղություն է ասում, այնքան ուրիշ բան են ասում, իրենց ատելությունը ցույց են տալիս։ Ակնհայտ զինվում են։ Հա, մի խոսքով, իսկ հիմա Հայաստանը շատ թույլ ու խեղճ վիճակում է, ու մեկը դուրս է գալի, այքը ասում է, որ բանակը ոնց կարող անվտանգության երաշխիք լինի, եւ մենք տեսնում ենք, որ դա արդեն այդ բոլոր ինչ որ նման բաներ ինքը որ ասում է, հետո քայլերն է անում, չէ՞։ Հետո բանակը կրճատում է, չգիտեմ, ընդհանրապես ամենասկզբից հիշում եք, որ Արագածի նկարը դրեց ու տեսեք հիմա ավելի կոնկրետ գործողությունների է գնում, ուզում ասեմ հիմա սկսում է բանակը, հետո ինչ կանի այդ բանակի հետ ու ընդհանրապես ինչ կլինի մեզ հետ, ես չգիտեմ, ինչքան որ այդ ընտրությունները մոտենում են եւ ինքը չունի վարկանիշ ցածր է շատ, բայց ես տեսնում եմ իր ինքնավստահությունը, որ ինքը շարունակելու է պաշտոնավարել, իսկ ինչ ձևով է դա լինելու, ես չգիտեմ, ոչ մի լավ բան չեմ մտածում։ Դե այնտեղ թոշակները կավելացնի, արդեն սկսել են ինչ-որ ասֆալտ փռել, ժողովուրդը տեսնում է, որ ասֆալտը։ Դե ասֆալտը ում է պետք։ Բայց ցավոք ասֆալտի իրանք էլ են գնում, իրանք համար են անում։ Մի զանգված կա մեր հասարակության մեջ, որ զանգվածը ասֆալտին շարունակ այդ ուշադրություն այդքան չի դարձնում։ Թոշակները կարող է, եթե բարձրացնի 7 տարի չի բարձրացել, որ 3000 դրամով բարձրացել, ասում էր պատմական իրադարձություն, իրանք պետք է լողան, վայելեն այդ փողերի մեջ, ասենց ծախսեն ոնց ուզում են, ինչ ուզում են անեն ու այդ 3000 դրամը այդ նորն էլ ասում էր, որ աղքատներին օգնելը դա լավ բան չի, ոչ միշտ է որ դա լավ է, այսինքն ինչ է ուզում ասի դրանով էլի աղքատացնում է, թանկացումներ, մարդկանց ոչ թոշակաբարձրացել, ոչ բան, ու հետո էլ ասում է, որ աղքատ լինել է։ Մի խոսքով ճիշտ ասած չեմ էլ ուզում խոսել սրանց այս մասին, այդքան ճիշտ է դու չես կարող դա չտեսնել։ Ես չի ասի, որ մեկ կազմակերպությունը ինչ որ բաների կարող է հասել է, այսինքն 7 տարիները շատ ավելի վատ էր եւ բանակում մարդու իրավունքների խախտումները եւ ամենտեղ ոնց որ սկզբում ասեցինք, բայց որ կարողանում ես կոնկրետ մարդկանց, թեկուզ 10 մարդու օգնես, էլի քեզ այո բավարարված ես զգում, որ ինչ որ մի քանի հոգու դու կարողանում ես օգնել։ Գոնե այդ ժամանակ գնում էիք բանտերը, հա, մարդկանց եք այցելում։ Ես հիմա էլ եմ գնում, եթե հիմա թույլտվությունը մնացել է։ Ես թույլ տալիս են ինձ, որ ես գնամ։ Եթե մարդիկ խնդրում են, ես անպայման գնում եմ, հանդիպում եմ իրենց հետ։ Օրինակ մարդիկ հենց կոնկրետ երեք Միքայել Սրբազանի հետ կապված
ասում են, որ շատ անիհարել եւ առողջական խնդիրներ ունի նաեւ մենք գիտենք։ Գուցե Միքայել Սրբազանին էլ այցելեք։ Դե ինքան հրապարակային է այդ ամեն ինչը, ասենք, այն ինչա իր հետ տեղի ունենում։ Սիրով կայցելեմ, եթե ինքը դրա կարիքը ունի, բայց ես կարծում եմ, որ պաշտպանները եւ այլն ամեն ինչը հրապարակային է, ինքն է խոսում է, մենք լսում ենք, տեսնում ենք ու փակել այդ մարդուն ընդհանրապես չհարգել եւ նրա տարիքը եւ նրա առողջական եւ խոսքի համար Այո։ Խոսքի համար Այն էլ որ տարիներ ինչ որ առաջ է եղել։ Եվ Տիկին Ալեքսանդրյան, այն դատավարությունները, որոնք տրվում են, հա, օրինակ ահաբեկչության համար 10-ից 15 տարի, հա, ինչ է ստացվում։ Ես չեմ ուզում, հա, լեզուս չի պատկերացնում։ Գիտեք ինչ, ես այսպիսի, ասենք, այդպիսի հիշում Ժիրայր Սեֆիլյանին էլ բազմաթիվ ինչ որ մեղադրանքներ էին, բայց հետո հանեցին մեղադրանքները ընթացքում էլի։ Հիմա եթե ձեր ապացույցները այդքան խեղճ են, որը ի սկզբանե պարզ էր, որ եթե այդպես քարոզություն են անում քաղաքական, նշանակում ապացույց չունեն, եթե ապացույց ունեն, ինչ պետք է քաղաքական քարոզություն անեն։ Իսկ հիմա բացահայտվել է ընդհանրապես այն ինչ որ իրենք շահարկում էին, դա գոյություն չունի, փաստորեն։ Անցյալ օրը նույնիսկ Հովհաննես Ավետիսյանը չեմ ճանաչում, որը հենց Բագրատ Սրբազանի հետ ունեցել է այդ զրույցները, այդ թեման, այդ ինչի մասին է եղել, որը կապ չի ունեցել ընդհանրապես այն ինչ որ իրենք ներկայացնում էին։ Ձայնագրության մեջ ինքը խոսում է Բագրատ Սրբազանի հետ, բայց իրեն չեն կանչել հարցաքննության եւ ինքը ասուլիս էր տալիս, ասում էր, որ ու մենք հասկանում ենք, որ թիրախը հենց Բագրատ Սրբազանն էր, ու այդ խեղճ ապացույցներով, ինչպես է դատարանը այդպիսի ծանր մեղադրանքով որոշում կայացնելու ես չեմ պատկերացնում, ինչ քանի որ հիմա բացահայտ, ասենք, իրանք դատախազը կամ գլխավոր եւ մյուսները ոնց են այդ անամոթի պես, ասենք, հանգստանում, որ իրենց ասածները սուտ էր։ Ու այդ մարդիկ այնտեղ, գիտեք, կին կա, որ կալանքի տա, այնտեղ ակնհայտ ես այդ դատային եմ հետևում, ու սենց դուք վայելում եք, որ այդ անմեղ մարդկանց եւ այդ Հովսեփ Խորշոդյանը ինձ չի մտահոգում ճիշտ ասած որ գրել է նայեք ինքը հետո գրում է բայց կարող է այդ Սրբազանի խոսքով հազարավոր մարդիկ դուժեին խոսքով հա դից բաներ էր գրել բայց ստացվում է որ չէր բացառում որ ես ինչ որ քաղաքական ազդեցության տակ բայց ես երբեք ես քաղաքական բանի չեմ եղել երբեք մարդու իրավունքների պաշտպանությունը հենց կապված է քաղաքական իրավունքներ բայց որ ես քաղաքական ինչ որ հակումներ ունենամ ինչ որ ուժի նկատմամբ դա բոլորը գիտեն որ այդպես չի Տիկին Ալեքսանդրյան բայց ստացվում է որ ցանկացած մեկ օրինակ մենք հիմա զրուցում ենք եւ կարող է մեր խոսքը ինչ որ տեղ ինչ որ մի նախադասություն սրանք վերցնեն եւ համարեն դա բռնություն կամ ապստամբություն օրինակ Միքայել Սրբազանը ոչ մի կոչ չի անում այնտեղ մասնագիտական հանձնաժողովն է բայց մինչեւ այդ ես էլի իմ հարցազրույցներում ասել եմ որ ես լսել եմ դա կոչ չի Մարդը կարծիք է հայտնում, խոսում է, ասում է։ Այսինքն մեզնից ցանկացած մեկը կարող է հայտնվել։ Այո, դե մենք տեսնում ենք Սամվել Կարապետյանը ոնց հայտնվեց, մեր ձևով կամ Ռուբեն Հակոբյանը ոնց հայտնվեց։ Կալանքը դարել է պատժելու միջոց, չէ՞, տանի կալանավորի, պահի, նսեմացնի, ասում եմ, այդ նսեմացնելու շատ մեծ է իր մեջ այդ նսեմացնելու ու չգիտի որ ինքն էլ է նսեմանում էլի դրանով այո եւ վերջում հա Տիկին Ալեքսանդրյան եթե մենք այս տեմպերով հասնենք 26 թվական մենք ունեինք 21 թվականը երբ որ եղավ արտահերտ ընտրությունները հիմա եւ արդեն չես էլ ուզում ասես հա ինչու եղան այդ 21-ի ընտրությունները որովհետեւ հնարավոր էր որ Նիկոլը այլևս չլիներ Հիմա 26 թվականի ընտրություններին ինչ եք կարծում կլինեն այն ուժերը, որոնք Նիկոլին խեղճացնեն եւ Նիկոլը չի ընտրվի։ Դե ես մեծ հույս ունեմ, ես կարծում եմ, որ ժողովուրդը անպայման արձագանքելու է մի օր։ Այսքան լռել, Արցախ կորցրեցինք, այդ ամեն ինչ ծանր, շատ ծանր, մենք հոգեբանական օրեր ենք անցկացրել
եւ շատերը եւ հիմնական մասը եւ պետք է եւ քաղաքական ուժերը մտածեն դրա մասին, թե ինչպես պետք է համախմբվել եւ ինչ պետք է անել եւ ժողովուրդը կարծում եմ որ այդ կապված են իրար հետ այդ ուժերը եւ ժողովուրդը կապված են պետք է ուղղակի այդ ներդաշնակությունը լինի ու միանգամից որ այդ պայթյունը լինի էլի անպայման պայթյունը պետք է որ լինի բայց մարդկանց մեջ կան մարդիկ դեռ նախկինները ասելով են իսկ հիմա այդ գիտեք կախված է նաեւ ինչ առաջնորդներ կլինեն շատ կարեւոր է որ այս ամեն ինչի մասին խոսվի այս սիմվոլները որ այսպես վարվում են այդ մեր խորհրդանիշների այս ամեն ինչի մասին ցեղասպանության շղթման եւ այլնի մասին սա շատ կարեւոր է որտեվ մարդիկ չէ մեծ մասի մեջ կա այդ ու պատահական չի որ կարծեմ 17% թե 14% է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Իրան բայց չի հետաքրքրում, չէ, տեսեք ինքը ոնց որ հակակարողություն անի։ Ինքը կարևորը իր ծրագրերը առաջ տանի, կատարի, որպես կատարող էլի։ Դե հիմա շարունակելու է սահմանազատում եւ սահմանագծումը եւ առաջիկայում նաեւ սահմանադրական փոփոխության հարցը։ Դե տեսնենք ինչպես կընթանա այդ ամեն ինչը։ Ասում եմ մարդը որոշում է, բայց Աստված կատարում է։ Շնորհակալ եմ։ Սիրով։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։